Բերլինում կայացած բանակցությունների արդյունքում Ուկրաինայի, ԱՄՆ-ի եւ Եվրոպայի ներկայացուցիչները համաձայնել են երկու փաստաթղթի շուրջ, որոնք պետք է հրադադարի ավելի լայն համաձայնագրի հիմքը կազմեն, գրում է New York Times-ը իր աղբյուրների հղումով։ Առաջինում ուրվագծվում են անվտանգության երաշխիքները, դաշնակիցներն իրավաբանորեն պարտավորվում են օգնել Ուկրաինային հարձակման ենթարկվելու դեպքում։ Երկրորդը մանրամասն բացատրում է, թե ինչպես են ամերիկյան եւ եվրոպական ուժերը համագործակցելու ուկրաինացի զինվորականների հետ կանխելու Ռուսաստանի կողմից ուկրաինական տարածքների զավթումն ապագայում։ Ըստ թերթի ԱՄՆ-ն իրավաբանորեն պարտավորվում է օգտագործել իր լայնածավալ հետախուզական հնարավորությունները հրադադարի պահպանումը վերահսկելու եւ ռուսական զորքի ցանկացած տեղաշարժ նախապես հայտնաբերելու համար։ Ընդ որում Ուկրաինային աջակցել պատրաստ եվրոպական երկրների զորքերը կտեղակայվեն ռազմաճակատից հեռու Ուկրաինայի արևմուտքում ռուսական հնարավոր ագրեսիայի դեմ կանխարգելման եւս մեկ շերտ ստեղծելու համար։ New York Times-ը նշում է, որ կողմերը սակայն Բերլինում չեն կարողացել փոխզիջման հասնել ամենաբարդ հարցի՝ Դոնեցկի մարզի նկատմամբ Ռուսաստանի հավակնությունների վերաբերյալ։ Կրեմլի խոսնակը հայտարարել է, որ տեղյակ չեն Բերլինի բանակցությունների արդյունքների մասին եւ ակնկալում են, որ ԱՄՆ-ն Մոսկվային կտեղեկացնի, երբ պատրաստ լինի։ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը դեմ է Ուկրաինայում այլ երկրների զորքերի տեղակայմանը։ Անդրադառնալով Բլումբերգի հրապարակմանը, որ ԱՄՆ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ է պատրաստում, եթե Վլադիմիր Պուտինը մերժի խաղաղության плана, Պեսկովն ասել է. Այն, որ Վաշինգտոնի մի շարք գրասենյակներում նման ծրագրեր գոյություն ունեն, հայտնի բան է։ Ցանկացած պատժամիջոց վնասակար է, դրանք խոչընդոտում են առաջընթացին։ Դա ակնհայտ է։ Այս ֆոնին Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ այսուհետ Եվրոպան ինքը պետք է պատասխանատու լինի սեփական անվտանգության համար։ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ասել է, որ մտադիր է Ուկրաինային ֆինանսապես աջակցելու երկու տարբերակ առաջարկել Եվրոպական խորհրդի առաջիկա նիստին։ Մեկով կառաջարկվի Ուկրաինային օգնել ռուսական սառեցված ակտիվների, իսկ մյուսով Եվրոպական միության միջոցների հաշվին վարկ տրամադրելու միջոցով։ Եվ պետք է որոշեն, թե որ ուղղությամբ են ուզում գնալ։ But one thing is very clear. We have to take the decision to fund Ukraine for the next. Բայց մեկ բան շատ հստակ է։ Մենք պետք է այս Եվրոպական խորհրդում որոշում կայացնենք Ուկրաինային հաջորդ 2 տարիների ընթացքում ֆինանսավորելու վերաբերյալ։ Երեկվա խաղաղությունն այլևս չկա։ Մենք ժամանակ չունենք կարոտախտով զբաղվելու։ We have no time to indulge in nostalgia. Reuters-ը հաղորդում է, որ ԵՄ երկրները մոտ են Եվրոպայում պահվող ռուսական սառեցված մոտ 210 միլիարդ եվրոյի ակտիվների հաշվին Ուկրաինային վարկ տրամադրելու շուրջ համաձայնությանը։ Դեմ է միայն Բելգիան, որտեղ պահվում է 185 միլիարդ եվրոյի սառեցված ակտիվ։ Բրյուսելը չի ցանկանում ստանձնել դրանց օգտագործման հետ կապված բոլոր իրավական եւ ֆինանսական ռիսկերը։ Այս ընթացքում կողմերը շարունակել են հարվածները ռուսական զինուժն անօթաչուներով հարվածել է Օդեսայի քաղաքացիական ենթակառուցվածքների։ Ռուսական կողմը հայտնել է, որ Դնեպրոպետրովսկում եւս մեկ բնակավայր է վերցրել։ Ուկրաինական զինուժն իր հերթին Կրասնոդարի Սլավյանսկ քաղաքում անօթաչուներով հարվածել է նավթավերամշակման գործարանի, նաեւ էներգետիկ ենթակառուցվածքների։ Գրեթե 39,000 մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի, կա նաեւ 2 վիրավոր։